Կարաքելոց 7-րդ գլուխ 35-ից 36 խոսքերը Այն Մովսեսին, որին մերժեցին և ասեցին, ով քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա։ Իսրայելի ազգը Մովսեսին ասել էր, քեզ ով դատավոր կարգեց մեզ վրա։ Ինչի համար, որովհետև երկու իսրայելացի, որ վիճել էին, Մովսեսը եկել էր ու ասել էր, եղբայրը եղբորը հետ չի կռվի։ Ինչքանը Հայաստանում այդպես կռիվներ։ Մանավանդ մեր պատուհանի տակ, կենտրոնական փողոցը, եթե պատուհանը բաց է, միշտ կռիվներ են։ Մի բուրը ազգ ենք մնացել։ Եկեք այդ մուննատները թողենք եւ մուննատ հանողի դեմ սեր ցույց տանք։ Տեսեք ոնց է փափկելու։ Ասում ով քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա։ Այն Մովսեսին, որին մերժեցին եւ ասացին, ով քեզ դատավոր կարգեց մեր վրա եւ իշխան, Աստված նրան, որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով։ Եվ Մովսեսին, որ Մովսեսին երևաց մորենի միջից, նա դուրս հանեց նրանց եւ հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում եւ 40 տարի անապատում։ Այն որ դու ասում ես ես ոչինչ եմ, ես չեմ կարա, հենց քո միջոցով Աստված գործելու, հենց քո միջոցով հրաշքներ կայնի, մեջ կտպնդի, զորացրա ու դու ասա, ես Աստծո տղա եմ, ես Աստծո աղջիկ եմ, իմ Տերը ինձ ստեղծել է, ես կարևոր եմ ու ես կարամ Աստծով անել այդ ամենը, որտև իմ Աստված իմ հետ է ու սատանա դու լռի, հերիքա ինձ խեղճացնես, որովհետև իմ Աստծով ես ամեն ինչ կարամ, ամեն բան կարող եմ իմ Աստծով, որը ինձ զորացնում է։ Երբ եղբորս ասում եմ, մեծ եղբորս իհարկե, ասում եմ, ապեր, Աստված քեզ սիրում, ասում եմ, ես մեղավոր մարդ եմ, ես չեմ կարա։ Գիտեք ինչքան մարդիկ են այդպես ասում, ես մեղավոր եմ, ես չեմ կարա, Տերը քեզ ներել է, եթե դու ներում ես խնդրում, առաջի Հովանու 1:9 ասում է, իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Մի ասա, որ մեղավոր եմ, մի ասա ես անշնորհք եմ, մի ասա ես եմ, կանգնի Տիրոջ առաջ ու ինքը քանդում է, ինքը մաքրում է։ Եթե դու կրկնակի կարմիր ես, բորդո ես, սևին խփող կարմիր ես, Տերը քեզ ջունից ճերմակ սարքի քո ներսը, ինքը մաքրում է, ոչ մի լվացքի փոշիտը չի մաքրում, ինչպես Տիրոջ զորությունն է մաքրում, ինքը թեթևացնում է, ու դու սորավոր կկանգնես Աստծո առաջ, լվացված ես կանգնում, դու կարևոր ես։ Առաջի մնացորդած 4-րդ գլուխ 9-ից 10 խոսքերը, երկու նախադասություն, բայց ամենակարևոր։ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից, և նրա մայրը նրա անունը Գաբես դրավ, ասելով, թե ցավով ծնեցի, ցավ է դնում երեխի անունը, որ մեկը իր երեխի անունը ցավ կդնի։ Ամենադառը հոգի ունեցող մարդը, որը դառնացած է, երբեք ինքը քաղցր բան չի լցնի, երբ որ դու կոֆեի գավաթը դնում եք կրանթի տակ, ինքը սրճոտ է, չէ, տակը ունի է թանձրույթը, երբ որ հոսող ջուրը գալիս է, ինքը նախ ահագին պղտոր է լինում, բայց եթե երկար մնում է, ինքը լվացվում է, դառնում է մաքուր, ինչի, որովհետև կա մի ներկայություն, որը մաքրում է, բայց եթե չլիներ այդ ներկայությունը, ինքը չէր մաքրվի, ինքը տենց պղտոր էլ կմնար, եկեք մտնենք այդ ներկայության տակ, որտեղ կենդանի ջուրը ամեր Աստվածն է, նա կարա մաքրի, բոլորիս կյանքը, հենց իմն էլ հետը։ Ասում Գաբեսի անունը ցավ էր դրված։ Պատկերացնում եք, Ռաֆե աղբերն ինչ էր ասում Գաբեսը բոլորին ջան էր ասում, իրան ցավ էին ասում, որտեղ անունն է դա։ Ասում էր, Օլգա ջան,
ասում էին ցավ։ Ինչի՞, որովհետև իմ անունը հրաշալի անուն է, գովաբանություն։ Փոքրուց ես այդ անունը չեմ սիրել, որովհետև մեծերի վրա էր այդ անունը, բայց երբ որ ես հասկացա ինչ է այդ անունը, ես ասեցի, ես պիտի հասնեմ այդ անունին։ Ես շատ սիրեցի։ Մենք պիտի կարողանանք մեր վրա կարգին անուն դնել, որովհետև դու Աստծո աղջիկ ես, դու Աստծո տղա ես, հենց այդ անունը դիր։ Ես կարևոր եմ։ Եվ ինչ անում Գաբեսը։ Գաբեսը չի մնում ցավերի մեջ։ Գաբեսը քայլ է անում, դուրս է գալիս այդ իրավիճակից։ Ասում է, եւ Գաբեսը կանչեց Իսրայելու Աստծուն ասելով։ Ինչ արեց։ Կանչեց, հասավ մի աշճան, որ ինքը կանչեց, օհ Տեր, եթե ինձ օրհնեիր եւ իմ սահմանները մեծացնեիր, Տեր Աստված, եթե ինձ օրհնես, իմ սահմանները կմեծացնես, եւ ձեռքդ ինձ հետ կլիներ, եւ ինձ չարից ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ, չարից ազատեիր, որ ինձ էլ նեղություն, էլ ցավ չլինի, էլ մեկը ինձ ցավ չասի, եւ ինչ է լինում, եւ Աստված բերավ նրա վրա նրա խնդրանքը։ Ինչ արեց, չարեց Աստված, արեց, Աստված սպասում է, երբ ենք մենք կանգնելու իր անունով, երբ ենք մենք կանչելու, ես էլ չեմ ուզում ասեմ ով եմ ես կարևոր եմ, ես Աստծո աղջիկ եմ, դու Աստծո տղա ես, դուք Աստծո աղջիկ եք, որովհետև քո Տեր Աստվածը քեզ յուրահատուկ է ստեղծել։ Գաբեսը փոխեց իր կյանքը, ու հիմա եկեք մենք ասենք, Տեր, փոխիր մեր կյանքը ցավից օրհնության, Տեր, փոխիր մեր կյանքը ցավից օրհնության, ու թող քո ձեռքը միշտ մեր հետ լինի։ Հիսունական ժամանակները մի այսպիսի օրինակ կար, ասում եմ մի մարդու ասում էին, ինչի է եկեղեցի չես գալիս, ասում եմ ջղային անում եմ ես, այծերս չար են, չեմ կարող գամ, և հանկարծ մի օր տեսնում են այդ մարդուն եկեղեցում, ասում են ես ցեղար եկար, ասում եմ ես որ փոխվեցի, այծերս էլ փոխվեցին, մենք որ փոխվենք, մեր այծերն էլ կփոխվեն, մեր բնավորության գծերը, մեր շրջապատը մենք կարող փոխենք։ Այո, երեխաներից դենց էին, մեզ որ չարություն էին անում, ասում են, այծերն եկան, գնացեք այծիկներ, թող գնան այծերը։ Սակայն նրանց, էսի Հովանու ավետարան 1:12-նա, սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Ովքեր հավատացին և ընդունեցին, ինչ եղավ, իշխանություն տրվեց։ Եկեք այդ իշխանությունը հարգենք, մենք Աստծո զորություն ունենք, ընդունենք էդի, ու քո բերնից հելած խոսքը, որ ասում ես, ես երբ կարամ, ես ոնց կարամ, դրա փոխարեն, այդքան չարչարվում ես, ժամանակ ես կործնում, դրա փոխարեն ասա, ես կարամ իմ Տեր Աստծո ամեն բան անել։ Եթե նրանով ժամանակ կործնես, ավելի լավ չի, սրանով անես։ Երկրորդ Կորինթացիների 5:17-ը, ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հներ անցան, ահա ամեն բան նոր է, եկեք հին բաները չհիշենք, դու Քրիստոսով նոր ես, ու դու ունես իշխանություն, Գաբեսի նման քանդելու, նորոգելու, Մոսեսի նման մի նոր զորություն առած գալու և հրաշքներ անելու, ծովեր ճեղքելու, մանանաներ իջեցնելու, մարդկանց կյանքեր փրկելու, փոխելու, վերջում Մոսեսը չեղավ դատավոր, ամեն բանը գալիս էին Մոսեսի մոտ կիսելու իր ազդեցությունները, դատում էր, բայց Աստծով մի քոչվորների ընտանիք Հարավային Ամերիկայի գյուղերից մեկից գալիս է դեպի քաղաք, որոշում են նտեղ ապրեն իրենց ֆուրգոնով։ Առաջի պատահածը տենց տան մոտ մի ֆերմեր է մնում, հանդիպում են այդ մարդուն, տեսնում են և հարցնում են, ինչպիսի մարդիկ են այստեղ մնում։ Այս ֆերմերն ասում է հարցին հարցով է պատասխանում, իսկ որ դուք եկաք,
Այդտեղ ինչպիսի մարդիկ էին մնում։ Եվ այս մարդն ասում է, ահա որ չար մարդիկ, բամբասող, խանութում մնաթեկող վաճառողուհիներ, դատավորներն ու ղեկավարները, ահա որ կաշառակեր, ահա որ էին։ Մենք ընդեղից եկել ենք, որ ստեղ լավ ապրենք։ Այս ֆերմերն ասում է, վախենում եմ, այստեղ են այդպիսի մարդիկ։ Դուք նույն տեսակ մարդիկ եք հանդիպելու, որոշ ժամանակ անցնում, նույն գյուղից, շեշտում եմ նույն գյուղից, նույն քաղաք գալիս է մի ուրիշ քոչվոր ընտանիք։ Հանդիպում է նույն ֆերմերին եւ ասում է, ինչպիսի մարդիկ են այսպես այստեղ մնում։ Ֆերմերն ասում է, իսկ դուք որ եկաք այնտեղ ինչպիսի մարդիկ էին մնում։ Վայ, ասում են, քան լավ մարդիկ էին։ Հարևանները բարեհամբույր, վաճառողները ժպիտով, դատավորները, քաղաքապետները, այդ ինչ լավն էին։ Ես հուսով եմ, որ այստեղ էլ մենք կարանք ինչ-որ լավ բանով օգտակար լինել այս մարդկանց։ Ֆերմերն ասում է, դուք այստեղ էլ այդպիսի մարդկանց կհանդիպեք։ Գիտեք, մեզնից հակախված մեր դիմացինը ինչպիսին է։ Ինչպիսին մենք տեսնում ենք մեզ, այդպիսին մենք կտեսնենք դիմացինին։ Հենց իմ քարոզի վերնագիրը հենց այսպես է, ինչպես եմ ես ինձ տեսնում։ Ամեն։ Եթե ես մնաթով մեկի հետ խոսամ, պատասխանը նույնն եմ ստանալու։ Հիշում եք հայելի մուլտֆիլմը։ Շատ հոգևոր մուլտֆիլմը։ Ով նայում էր հայելիի մեջ, մի արտահայտություն էր ասում էր այլանդակի մեկնակ, աչքը գահիսա դրել, մարդասպանի մեկնա, չէ, կաշառակերա, բայց ինչ էին տեսնում, ամեն մեկը տեսնում էր ինքը իրեն, եկեք իսկապես լավ տեսնենք, եթե ես ինձ վատ եմ տեսնում, ուրիշներ ինձ վատ կտեսնի, եթե ինձ սխալ անուն եմ դնում, ուրիշ գիտեք ինչքան եմ ծաղրվել, որովհետև ես ինձ սխալ էի տեսնում, բայց երբ ես սկսեցի ինձ հարգել, բոլորը սկսեցին հարգել, մանավանդ, քո երեխային, եթե դու ծաղրում ես, ուրիշներ կծաղրի, ես հիշեցնեմ մի պատմություն, այսինքն հիշեմ մի պատմություն, երբ ես գնում էի Կարուձևի, շատ ուժեղ էի սովորում Կարուձևը, ու այն աշճան, որ վարպետը ինձ ասաց, որ հիմա տեքորս կնոջ մայրն է, մի դուրս արի, օգնի ինձ, ես ինձանից տարիքով մեծերից, ես այն ժամանակ 17 տարեկան էի, մի 25 տարեկան աղջիկների գործերը հսկում էի, որ սխալ չգծեն, որ հետո իրանք ճիշտ կտրեն։ Բայց մի բան, ես վախենում էի տանը այդ ամենն անեի, մենակ առանց վարպետի, գիտեք հայրս ինչ արեց, իմ հայրը բաքսյոր է եղել, կտորը արժեր 3 ռուբլի, հայրս 10 ռուբլին դրեց սեղանին և ասաց, 3 անգամ կգնաս դրանից կառնես, բայց իմ աչքի առաջ պիտի գոնե մի անգամ կտրես, երբ ես էդի արեցի վախը գնաց ինձանից, հայրս ինձ քաջություն սովորեցրեց, մենք պատասխանատու ենք որպես ծնողներ, թող ոչինչ սխալվի, բայց հետո կուղվի, ոչինչ մի հատ սխալվենք, բայց կուղվենք, բայց ավելի լավ է սխալվենք, ուղվենք, քան թե ոչ մի բան չանենք, ու նստենք ու բողոքենք, եկեք պնդենք մեր մեջքը, զորությունով առաջ գնանք, ու իմացի, եկեղեցում դու կարևոր ես, եկեղեցում քո ծառայությունն էլ է կարևոր, Աստծո աչքը քո վրա է, անգամ եթե քո նստարանը դու դատարկ ես թողում, Աստված տեսնում է էդի, պայքարի ու արի, դու չգիտես ստեղ քարոզիչները, ստեղ խոսացողները ինչ դժվարությունով են կանգնում, անում այդ ամենը, դրանից առաջ ինչերի են անցել, ինչերից են անցել, բայց կանգնել են ու հաղթել են, ու դու զորավոր ես, դու կարաս կանգնես, դու կարաս հաղթես, որովհետև դու Աստծունն ես, դու զորավոր ես, դու անպետք չես, դու եթե անպետք լինեիր, Աստված քեզ չէր ստեղծի, Աստված քեզ ստեղծել է, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե և ապրեցնե կորածին, Աստված ինձ գտավ, Աստված ձեր գտել է, սատանան ինչ է անում, գալիս է, գողանա, սպանի, կորցնի, կործանի, սատանան գալիս է, ու էդի ոնց է անում, խոսքերով,
Համարը չեմ ասել, կներեք ոգևորված էի, Ղուկաս 19:10 գանձս, զգացի ինչ-որ բան են կատարվեց, դու կարևոր ես, Սատանան գալիս է ոնց քեզ գցի, հենց այդ խոսքերով, գալիս ասում ով դու պիտի անես, դու պիտի ծառայես, դու չես կարա, քո մոտ չի ստացվի, ինքը կարա, դու չես կարամ, ու տես ոնց եմ անելու, հիշում եք Միլթանին, եթե լսել եք այդ վկայությունը, Միլթանն ուզում էր նարկոտիկից դուրս գար, ու կանգնել էր, նայում էր ոնց են այդ թղթերը, տերևները այրվում, չէ, աղբամանի մոտ, ոստիկանը գալիս է, ասում է, կարծում ես կբրծնես, հաստատ դա ոստիկանը չէր խոսացողը, անօրենն էր նրա միջից, ու Միլթանն ասում է, տես ոնց եմ դուրս գալու, ու դուրս եկավ, այսօր ամբողջ աշխարհը իր վկայությունը լսում է, եթե չեք լսել, գնացեք ու լսեք, ոնց է բրծել ու ոնց է հիմա այդ մարդը ապրում, վկայում ու շատերին բրծեցնում, ես հավատում եմ, որ մենք կարանք ու մեր մոտ ստացվելու է, որտեղ դուք զորավոր եք, որտեղ Աստծով, որտեղ մարդի որդին եկավ, որ որոնե և ապրեցնեն կորածին, եկեք մենք էլ, ոչ թե կործանենք, այլ գտնենք մեկին ու ապրեցնենք, որովհետև կարանք մի լավ խոսքով մարդուն ապրեցնենք, կարանք մի վատ խոսքով մարդուն ոչնչացնենք, ես ուզում եմ ապրեցնող լինենք, այսօր պատերազմները, կռիվները, անօրենի գործնա, մեկը մեկին երկու հոգի վատ բան են ասում, ամբողջ աշխարհները սկսում են կռիվներ անել, երկու ղեկավար իրար չեն հասկանում և անմեղ ժողովուրդ են մահանում, հիշում եք Սասունցի Դավիթի մեջ, ինչ ասում, ասում Սրամի ինքնակո թշնամին, այս ժողովուրդը մեղավոր չեն, ես ուզում եմ մենք ապրեցնողներ լինենք, քաջ եղենք, զորավոր եղենք և օրհնեք ինչքան կարաք, ինչ ցանեք, այդ էլ հնձելու եք։ Մեկ անգամ Վլադիկ եղբայրը մի քույրիկի հարցնում է, ես այդ ճամբարում չեմ եղել, բայց այնքան բան եմ սովորել, որովհետև կային լավ եղբայրներ, հրաշալի եղբայրներ, որոնք ամբողջ այդ կասետները այն ժամանակվա տալիս էին, որ ես վայելեի, որտեղ կային եղբայրներ, որոնք ուզում էին, որ ես աճեմ ու զորանամ։ Ես այդ կասետները անգիր եմ արել։ Մի քույրիկի հարցնում է, բարև քուրս, ո՞նց ես։ Ու քույրը պատասխանում է, լավն եմ։ Ասում է ինքը հոգևոր պատասխանեց, ինքը չասեց մենակ լավ եմ, ինքը նաև ասեց և լավ եմ և լավն եմ, այդ դրա մեջ էդ էր գալի, դուք լավն եք, դուք Աստծո զավակ եք, դուք կարևոր եք, եկեք իսկապես, երբ որ կայնես հայելի առաջ, ասա դու լավն ես, ես լավն եմ, ես Աստծո մարդ եմ, Աստված է ինձ ստեղծել ու յուրահատուկ է ստեղծել, որտեղ եթե երկվորյակի գենն էլ դնեն միկրոսկոպի մեջ և ոչ մեկը չի բռնելու, կան տարբեր, ոչ մեկը իրար նման չի, ու հետի մենակ Աստծո զորությունն է, ծառի տերևներն անգամ, նույն ծառի տերևը իրար նման չի, եթե ուշադիր եք եղել, ես նայել եմ, Հովհաննու ավետարան 3:17, որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Եկեք փրկող լինենք, չդատենք, եկեք բարձրացնող լինենք, քծող չլինենք, եկեք իրար զորացնող լինենք, մեջքդ միշտ հավատքի գոտին կապած լինի, մեր մեծերին երբ նեղանում էին, չսպասված տեղից, երբ որ հարված էր լինում, գիտեք ինչ էին ասում, ասում էին մեջքս կոտրվավ, չգիտեմ դուք էդի զգացել եք, Աստված չանի զգաք էդի, բայց այդ ցավը ես զգացել եմ, չի կարող ուղիղ քայլեի, կրացած էի քայլում, ցավում էր մեջքս, որտեղ այդ խոսքերը կտրել էին, սպանել էին, կան խոսքեր, որոնք դանակից էլ սուր են, ու դանակի կտրածը կարա մաքրվի, բժշկվի, բայց խոսքինը ամենացավոտն է, եկեք դրա փոխարեն լավ խոսքեր ասենք, ու ես գալիս էի տուն ու սկսում եմ, ոչ, դա չի լինելու, ինձ հետ լավ բանա լինելու, իմ երեխաների հետ լավ բանա լինելու, պատերազմա կյանքը, մենք պիտի կարողանանք պայքարող լինենք, ու իմ երեխեքին ինչքան կարած է օրհնելը, լինենք օրհնողներ,
Երկու ավազակ կային Հիսուսի երկու կողքը, եկեք նայենք դրանց բնավորությունները։ Ղուկասի ավետարան 23 39-ից մինչև 42-43 խոսքերն ենք նայելու։ Բանահիտես ընթացքում Էլենչոյի հետ կամաց կդնեմ։ 39 խոսքը եւ այն կախված չարագործներից մեկը հայհոյում են նրան եւ ասում. Եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ Մարդը խաչի վրա մեռնում է։ Իրանք արած մեղքի համար, իրանք ավազակ էին, իրանք մարդասպան էին, իրանք ամեն չարագործ էին ու իրանք խաչվել էին։ Հիսուսը ոչ մի բան չէր արել, բոլորի մեղքերը վերցրել էր վրա ու խաչել էին իրան։ Ու այս մարդ ասում է, վերջի վարքյանին չարություն ասում։ Ես չգիտեմ, ձեր դուք հանդիպել եք մարդիկ, որոնք հոգու վրա են, բայց մեկը չեն ընդունում Աստծուն, ամենավատ բաներն են ասում։ Դա ահավոր է։ Ու այս մարդը նման էր դրան։ Եթե դու Աստծո որդին ես, կասկած էր ուզում գծեր, իսկ ինքը հաստատ Աստծո որդին էր, ինքը հաստատ Աստված էր։ Իսկ մյուսը պատասխանեց սրան, սաստելով նրան եւ ասաց. Եվ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նույն պատժի մեջ ես։ Դու ես խաչված, ինքն էլ է խաչված, Աստծուց չես վախում, հեսա գնալու ենք Աստծո մոտ։ Դու չես վախենում։ Ու մենք իրավունքով ենք պատժված։ Մենք արժանի ենք դրան, որովհետև մեր արած գործի արժանի հատուցումն ենք առնում։ Իսկ սա ոչ մի անտեղի բան չի գործել, սա ոչինչ չի արել, այս մարդը անմեղ է։ Եվ ասաց Հիսուսին, Տեր, ինձ հիշիր եւ գաս քո թագավորություն։ Այս մարդը մինչև վերջ, թեկուզ ավազակ էր, բայց փոխվեց իր կյանքը, Հիսուսով փոխվեց իր կյանքը, ու Հիսուսին ասեց, Տեր, ընդունիր ինձ, եթե գնաս այնտեղ ինձ էլ բարեխոսի։ Հիսուսն ինչ ասաց նրան վերջում։ Հիսուսն ասաց նրան 43 խոսքում. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Մարդ կա մինչև վերջ իր չարությունը գազը դրած գնում է։ Մարդ էլ կա մի անգամից կանգնացնում ու փոխում է իր ճանապարհը։ Եկեք ճանապարհներ փոխող լինենք։ Մեր ճանապարհը Քրիստոսին հանձնողներ լինենք։ Մեր ճանապարհը Աստծով անցնենք ու ոչ թե չարությունով։ Ինչքան կարանք չարություն անենք, լավ է, հա? Չէ։ Մի քույրիկ կար ասում է, պորտը տեղը դրեցի, չեմ ուզում այդպես մարդիկ լինենք։ Ուզում եմ մարդուն իր տեղը դնենք, Քրիստոսին ներկայացնենք, մարդուն Քրիստոսի կողքը դնողներ լինենք, մարդուն ձեռք մեկնողներ լինենք, օգնողներ լինենք։ Այսօր դուք այդ մարդիկ եք, դուք այնքան կարևոր եք, դու եթե քեզ կարծում ես, թե ես չեմ կարող անեմ, դու հենց կարաս անես, քո կյանքով, երկու բառ էլ ասես Աստծով, մարդը կարա փոխվի։ Եվ ես ուզում եմ իսկապես Գաբեսի նման ասենք, Տեր, թող քո բարի ձեռքը միշտ մեզ հետ լինի։ Ու ես ուզում եմ միշտ հիշենք այն խոսքերը, որ Սատանան գալիս ասում է դու ոչինչ ես, ես ուզում եմ ասեմ, որ ես Աստծո զավակ եմ, որ ես Աստծո պատկերով եմ ստեղծված, դուք Աստծո պատկերով եք ստեղծված, դուք Աստծո զավակ եք, ոչ թե դուք ոչինչ եք, այլ դու յուրահատուկ ես, դու թանկ արժես, դու Աստծո արյան գինն ես, և Աստված հենց քո գործի կարիքն ունի, հենց քո գործի կարիքը, ու եթե Սատանան գալիս ու քեզ ասում է, լսի, դու երբ կարաս, սա ձենդ կդրի, ես իմ Աստծով ամեն բան կարամ անեմ, իմ Աստծով, երբ որ զորանամ, ես ամեն ինչ կարամ անեմ։ Ես ուզում եմ 3 օրինակ բերել, Ադամը, Եվան և Հիսուսը։ Դրախտում, երբ Սատանան խաբեց Ադամին, Ադամն ինչ ասաց, այն կինը, որ տվեցիր, սրանք են մարդիկ են, որ ասում են, եթե Աստված չաներ, չեր լինի, չէր կարա Աստված սեր չաներ։
Եվան են մարդիկ են, որոնք ասում են, սատանան ինձ խաբեց։ Ասում է սատանան մի օր եկեղեցու աստիճանների մոտ նստած հոնգուր լացում է։ Ու ասում են ինչ ես լացի, ասում ես հավատացյալները ինչ անում իմ վրա են գցում։ Իսկ Հիսուսը անապատում ինչ ասաց, գրված է, որ ոչ թե հացով, այլ Աստծո խոսքով մարդ կապրի, գրված է, քո Տեր Աստծուն միայն կպաշտես, գրված է, քո Աստծուն չփորձես, եւ խաչի վրա Հիսուսը կատարյալ հաղթանակ տանելով ինչ ասեց, կատարվեցավ, ինքը հաղթել է ու իմացի, այդ հաղթանակը քեզ է տվել։ Մի երեխա հայրը իր ձեռքը դնում է այդ երեխայի թևին, մեջին ու ասում է ես եմ ուժեղ, թե դու։ Երեխան ինչ է ասում։ Ասում է ես եմ ուժեղ։ Ասում է ես եմ ուժեղ, թե դու։ Ասում է ես, հերը ջղայնանում է։ Մի երկու քայլենկով գնում շուռ է գալիս։ Ասում է հիմա ես եմ ուժեղ, թե դու։ Ասում է դու։ Ասում է բա ինչ են երկու անգամ։ Ասեցիր որ դու ես ուժեղ։ Ասում է որտեվ այն երկու անգամ քո ձեռքը իմ վրա էր։ Տեր, թող քո ձեռքը միշտ մեր վրա լինի, չարից ազատի ու մեր սահմանները ընդարձակի ու որ էլ երբեք ցավ չտեսնենք, այլ մենակ օրհնությունները ժառանգենք